Ինչպես տեղադրել երթուղի գնանք.am-ում։ Բացեք գնանք.am կայքը ցանկացած դիտարկիչով։ Մուտք գործեք ձեր հաշիվ, Google-ի միջոցով կամ գրանցվել կայքում որպես վարորդ մի քանի պարզ քայլով։ Մուտքից հետո ձեզ համար կբացվի վարորդի վահանակը, որտեղ կտեսնեք կատարված ընդհանուր երթուղիների քանակը, սպասվող երթուղիների քանակը, ամրագրումների ընդհանուր թիվը, ձեր երթուղիների միջին գնահատականը, որը թողել են ուղևորները երթի ավարտից հետո։ Երթուղի ավելացնելու համար մուտք գործեք երթուղիներ բաժին և սեղմեք ավելացնել երթուղի։ Լրացրեք երթուղու տվյալները, մեկնման վայրը, վերջնակետը, անհրաժեշտության դեպքում կանգառները։ Կանգառները լրացնելը ավելի է մեծացնում ուղևորներ գտնելու ձեր հնարավորությունը։ Ամսաթիվը և ժամը, ազատ տեղերի քանակը, ուղևորության տեսակը անվճար, միայն վառելիքի գումարով կամ վճարովի, մեկնաբանություն, եթե անհրաժեշտ է։ Տվյալները լրացնելուց հետո սեղմեք «Ստեղծել երթուղի»։ Ձեր երթուղին կհայտնվի կայքում և դուք կկարողանաք սպասել ուղևորների ամրագրումներին։ Երբ ուղևոր լինի, կապ հաստատեք նրա հետ և պայմանավորվեք մանրամասների շուրջ։ Գնանք.am-ում կա նաև նոր բաժին, որտեղ երևում են ուղևորների հայտերը։ Եթե ուղևորը չի գտնում իր ուղղությամբ գնացող վարորդի, նա կարող է ուղարկել հայտ, նշելով ուր է ցանկանում գնալ և ո՞ր ժամին։ Այդ հայտերը կհայտնվեն համապատասխան բաժնում։ Եթե տեսնեք, որ հայտը համընկնում է ձեր երթուղու հետ, կամ պարզապես ցանկանաք տեղափոխել այդ ուղևորին, կարող եք ընդունել հայտը։ Հայտ ընդունելուց հետո ձեզ հասանելի կդառնան ուղևորի կողմից տրամադրած տվյալները, և դուք կկարողանաք կապ հաստատել ու պայմանավորվել։ Խորհուրդներ վարորդներին։ Տեղադրեք իրական նկար։ Լրացրեք մեքենայի տվյալները, պատասխանեք արագ, եղեք քաղաքավարի, ժամանակին ներկայացեք, որպեսզի ուղևորները ձեզ լավ գնահատական տան։ Գնահատականը ուղևորները տեսնելու են և որոշելու են հետագայում ձեր հետ երթևեկեն, թե ոչ։ Ինչու օգտվել գնանք.am-ից։ Լրացուցիչ եկամուտ, ճանապարհածախսի կիսում, նոր ուղևորներ ամեն օր։ Շուտով կլինի նաև հավելվածը։ Գնանք.am